հաշվարկված քայլերի թվին է պատկանում նաև առաջիկայում Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Չեմ կարող ասել ինչ օրակարգով է գնում։ Հայ-Ադրբեջանը ըստ 24 նյուզի դիվանագիտական Ես գիտեմ, որ 24 նյուզը 2 օր առաջ առաջինն է դրա մասին ասել, հա, առաջինը դուք եք ասել, այնտեղ կնայել եմ, ասել եք, որ բանի թեման դուրս է գալիս, չէ՞, այնտեղ մի հատ թեմա դուրս է գալիս, բայց փոխարենը սահմանության թեման դուրս է գալիս, բայց այնտեղ մի հատ ուրիշ թեմա մտնում է։ Նիկոլ Փաշինյանը ինքը ինչ պետք է բանակցի Թուրքիայում։ Այսինքն ինչ եք սպասում Նիկոլ Փաշինյանից։ Ինքը արդեն ամբողջությամբ Հայաստանը տարել է թուրքական իշխանության տակ է դրել։ Հայաստանը ռուսական ազդեցությունից դարձել է թուրքական աշխարհի մաս, դժբախտաբար։ Որովհետև ասում են Ռուսաստանը պատերազմի մեջ է, Իրանը փաստորեն այսօր էլ պատերազմի մեջ է, մենք այլ ընտրանքներ պետք է փնտրենք, մենք այլ ընտրանքներ փնտրելու ճանապարհին ենք։ Թուրքիան էլ ներ բաներ էլի պատերազմից հեռու է, էլի Կիպրոսը պապս էր օկուպացրել, Սիրիան պապս էր մտել, հա, կամ իրա։ Նես Թուրքիան նես խաղաղասեր ապրում է։ 44 օրյա պատերազմում խոսքի ուրիշ երկրի բայրակթարներն են խփում։ Նես Թուրքիան էլ նես մաս Թերեզանա, մենք էլ վրեքներից խաբար չկա։ Ահա երկխոսության այլ ընտրանքը ո՞րն է։ Երկխոսությունը, բայց սա երկխոսություն չի, սա մենախոսությունն է։ Նիկոլ Փաշինյանը կրկնում եմ, ինձ մի կետ կարող եք ասել, որ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերություններում այս վերջի 7 տարում սպասարկել է Հայաստանի Հանրապետության պետական շահ։ Մենակ չասեք պատերազմը կանոնացրել է։ Պատերազմը գիտեք ստրկության մեջ էլ է պատերազմ։ Օրինակ Ստամբուլի հայկական համայնքը խաղաղ ապրում է։ Ես պետական գործիչ եմ եղել, ես էմոցիոնալ հայտարարությունների կողմ չեմ, դեմ եմ, պանիկային դեմ եմ, երկում հայ-թուրքական հարաբերությունները շատ կարևոր են, բայց մենք կարմիր գծեր պետք է ունենանք։ Նիկոլ Փաշինյանի թիմը բոլոր կարմիր գծերը տնորելով մեզ ներկայացնում է, որ սա երջանիկ ապագա։ Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպանը, ես չգիտեմ իրենք ինչ են քննարկելու, շատ հարգելով ձեր դիվանագիտական աղբյուրը, ես չգիտեմ Էրդողանը իր դեմ ինչա դնելու կամ ինչ են պայմանավորվելու։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը օդու ջրի պես պետքա խաղաղության պայմանագիր ինչ-որ մի հատ դեկլարատիվ փաստաթուղթ եւ նա գնում է դիմում է Էրդողանի միջնորդությանը, որովհետև վաղուց արդեն նրա իշխանությունը Էրդողանի հովանոցի տակ է։ Էս է միակ տարբերակը, որովհետև 26 ընտրություններից առաջ կամ մինչև դրան անհրաժեշտ է մի բան։ Խաղաղության պայմանագրի անունով մի փաստաթուղթ, որ ժողովրդին կերակրի, որ ես ձեզ բերել եմ խաղաղություն։ Բայց դա լինելու է թուրք-ադրբեջանական ու ստրկացում կոպիտ ասված նոքիարություն լավ։